ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հինգշաբթի օրը Ստամբուլ կատարելիք այցի հավանականության վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է հինգշաբթի օրը Ստամբուլ թռչելու հնարավորությունը, որտեղ նույն օրը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների հանդիպումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է Գերագույն Ռադան։ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի կառավարության և ԱՄՆ կառավարության միջև Ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը, ասվում է Ուկրաինայի խորհրդի հրատարակված հաղորդագրության մեջ։ Մայիսի 8-ին Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ նախատեսված բանակցություններ անցկացնելու ջանքերը ապարդյուն չեն անցնի։ Մենք շատ մոտ ենք 2022 թվականի մարտին Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի լուծում գտնելուն, սակայն մեր ջանքերը խափանվեցին պատերազմի բարոնների միջամտությամբ։ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայն են բանակցությունների անհրաժեշտության հարցում։ Որպես միակ երկիրը, որը շահել է բոլոր կողմերի վստահությունը, մենք կրկին հայտարարել ենք, որ պատրաստ ենք նպաստել այս բանակցություններին և ուրախ կլինենք հյուրընկալել դրանք։ Հուսով ենք, որ այս անգամ մեր օգտագործած հնարավորությունը չի վատնվի, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը արգելելով նրանց մուտքը Բալտիկ և Հյուսիսային ծովեր։ Այդ նավերը կարող են ճանաչվել ռուսական ստվերային նավատորմի մաս, որը Եվրահանձնաժողովի կարծիքով օգտագործվում է արևմտյան նավթային էմբարգոն շրջանցելու համար։ Պարբերականի կողմից ձեռք բերված գաղտնազերծված փաստաթղթի համաձայն խնդրու առարկա միջոցները պատժամիջոցային նոր փաթեթի մաս են կազմում։ Դրանում թվարկված են 149 որոնք կասկածվում են նավ տեղափոխելու մեջ շրջանցելով պատժամիջոցները։ Դրանցից մոտ 25-ը գտնվում են եվրոպական ծովերում և ինչպես նշում են Եվրահանձնաժողովի փորձագետները, վտանգներ են ներկայացնում շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների համար։ Ավելի վաղ Ֆրանսիան պատրաստել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 17-րդ փաթեթի կեսը։ Նոր սահմանափակումները կազդեն ստվերային նավատորմի և երկակի նշանակության ապրանքների մատակարարների վրա։ Ինչպես նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, եթե Մոսկվան հրաժարվի 30-օրյա հրադադարից, Եվրամիությունն կարող է խստացնել միջոցները նավթային և ֆինանսական հատվածներում։ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ուրախ կլինի Ուկրաինայում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների կապակցությամբ։ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել էր Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանն ասել էր, որ ուրախ կլինի խաղաղության բանակցությունների կապակցությամբ Թուրքիայում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին, հաղորդել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատման համար անհրաժեշտ են Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցություններ։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և առաջարկեց Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում։ Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ սա իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցում է։ Պաղեստինյան Համաս շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդների։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ, որոշ ժամանակ առաջ Իզեդին Ալ-Քասամի բրիգադները ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն, ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես խոսեցի Էրդողանի հետ, մենք քննարկեցինք Թուրքիայում կայանալիք հանդիպման հիմնական մանրամասները, որոնք կարող են օգնել դադարեցնել պատերազմը։ Ես շնորհակալ եմ ամենաբարձր մակարդակի աջակցության եւ դիվանագիտությունը խթանելու պատրաստակամության համար, ասաց նա։ Զելենսկին նշել է Եվրոպայի ներգրավվածության կարևորությունը խաղաղության գործընթացում։ Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի Զելենսկին ասել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կարևորության մասին։ Օգտակար հանածոների մասին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև գործարքը շահույթ չի բերի առաջին 10 տարում եւ կպահանջի մասնավոր հատվածի հսկայական ներդրումներ նախագծերը կյանքի կոչելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը վկայակոչելով փորձագետներին։ Սա կարող է տևել 10-ից 15 տարի, դա այն ժամկետն է, որի մասին մենք խոսում ենք, ասվում է հոդվածում։ Ըստ Financial Times-ի Վաշինգտոնի եւ Կիևի միջև կնքված գործակի շրջանակներում ստեղծված հանքավայրերում արդյունահանման աշխատանքները կսկսվեն մինչև 2040 թվականը։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային գրակոծներ, հրադադարի ինտենսիվ էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում ՀՀՊՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՊՆ-ից։ Նշենք, որ համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, թե հակառակորդը գիշերը եւ առավոտյան գրակոծներ է արձակել, որոնք լսելի են եղել Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դպրոց ընդունվելիս հաշվի կառնվի երեխաների կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Նախարարը խնդրում է հետևել համապատասխան կարգավորումների առաջարկին, որը կտեղադրվի իդրավթ հարթակում, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտարկումները։ Վտանգավոր խաղ է տարածվում դպրոցներում, ահազանգում են ծնողներն ու դպրոցների ուսուցիչները։ Վերջերս անչափահասների շրջանում տարածում է գտել կարմիր դուռ, դեղին դուռ խաղը, որը հայտնի է որպես դռների խաղ։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում հոգեբան Լենա Մուրադյանը նշել է այն հոգեբանական վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Առաջին հայացքից թվում է, որ խաղը անվնաս մեդիտացիա է, բայց նա կոնկրետ խաղ է հոգեկանի հետ։ Վտանգներից մեկը հենց կապված է հոգեհուզական անկայուն վիճակի հետ։ Ինչպես է խաղը հանգեցնում դրան, ինչպես է խաղը բերում դրան։ Երեխաները շատ հաճախ չեն էլ տեսնում այն տեսիլքները, ինչի մասին իրենք խոսում են, բայց որպեսզի պահեն խաղի հետաքրքրությունը, խաղը հետաքրքիր դառնա իրենց եւ ընկերների համար, իրենք կրկնում են այս ընկերների մոտ ասում են, որ իսկապես տեսնում են այն տեսիլքները, արդյունքում այնքան են կրկնում դա, որ իրենք էլ վերջում սկսում են հավատալ դրան։ Ես չեմ տեսել, որ որևէ երկրի ղեկավար նման փողոցային վարքագիծ դրսևորի։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։ Նա նշել է, եթե Փաշինյանը տեսնում է, ինչ որ բան չի ստացվում իր մոտ, ապա պետք է հեռանա։ Շատ ու շատ եւ այդ թվում նաեւ միջազգային դասագրքերում Հայաստանը պետքա դիտվի որպես ինչպես ձախողել պետությունը կամ ձախողված պետության որպես օրինակ, սա էլ պիտի դիտվի որպես նախադեպը չունեցող վարչապետի պահվածք նույն ձախողված երկրի, այսինքն ինքը շարունակությունն է այն քաղաքականության, ինչին բերել է այսօրվա վարչախումբը եւ մենք պարզապես ունենք այդ ձախողված իրավիճակը, որովհետեւ ինքն էլ ձախողված լինելով բնականա պիտի դրսևորի նման վարքագիծ։ Ու շատ տարօրինակ է, որ դրանից ընդամենը րոպեներ առաջ շատ ժպիտով, շատ հանգիստ ինքը շփվում է իր փոխվարչապետների հետ, կառավարության անդամների հետ, հումոր է անում, կարծես որ անեկդոտ են իրար պատմում, շուտ լուրջ թեմաներ չեն քննարկում, բնականաբար իջակի չի լուրջ թեմաներ քննարկելու եւ այդ ամբողջական այդ մեծ բռնկումը դրանից հետո Սա ինչ է կորում, սա այո նշան է, որ նույն ջղաձգումները գնալով շատ ավելի են խորանում, որովհետև երբ որ քեզ մոտ մի բան չի ստացվում, իսկ դա ինքը խոստովանել է, չէ, կլինի դա 0 դասարանում մնալը, կլինի ամեն առավոտյան արթնանալը եւ տեսնելը, որ ոչ մի բան չի փոխվում, չի ստացվում քո մոտ։ Երբ որ մի բան քեզ մոտ չի ստացվում եւ դու 100 անգամ փորձում ես այդ նույն բանը անել, նշանակում է պարզ մի նախադասություն, քեզ մոտ չի ստացվում։ Դու պետքա թողնես եւ հեռանաս։
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 15-ին։ Նշենք, որ մայիսի 12-ին հերթական շինծու դատական նիստին Բաքվի կողմից այսպես ասած տուժողներ ներկայացվող անձինք են ցուցմունքներ տվել, իսկ գերիների հարցաքննության մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդել։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան պահանջելով ՎՄ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 13-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 13-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 13-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 12-ից 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ից 15-ին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։